Ողջույն։ Բարի օր։ Սեպտեմբերի 20-ը։ 20-ը 3:05 րոպե։ Մենք Բաբաջանյան փողոցի վրա ենք։ Ավանը չէ՞ կոչվում այս ռայոնը։ Հա։ Այստեղ սենց առանձնատներ են, որոնցից մեկը քաղաքապետի անցանք։ Անցանք էտեր։ Պարոն Տարոնի Իրակողքը աղբը մաքրածը։ Այդ լավ է, գոնա մի տեղ մաքրած է։ Բայց արժեր այդ աղբը բոլորը բերել է ստեղ լցնել։ Մարդը գործից դուրս է եկել, Չէ, որ ինքը հասկանար, որ այդ մեքենաները պետք չէր վերացնել։ Այս basic center են ստեղ սարքել։ Այս ռայոնը վաղտին լավ մանրամասն ցույց ենք տվել, բայց այս նոր զովքն էին գալի միշտ, հիմա մասիվում են բացել, էլ չեն գալի։ Էլ չհաշված, որ 35 տարի էստեղ ենք աշխատել, ես էստեղ։ Անահիտի դպրոցը եղել։ Որ համարն էր Անահիտը։ 170։ 170 դպրոցը։ Տնօրենս էլ Պարսադանյան Սուսաննան։ Շատ լավ տնօրեն էր։ Այնտեղ Բաբաջանյանի արձանն էր։ Անահիտին որ լսես, պետք է տնօրենի արձանը դնեին։ Էլ մի կատակներ էր, երբ որ մարդու գովում մի կատակ։ Սենց էին, չէ՞ գնում, արդեն ճանապարհներ եմ մոռացել։ Այո, մոռացել։ Այ մենք բանկն ենք գնում Արարատ, ինքը ստեղ էր մի վաղտ։ Հիմա տեղափոխվել են։ Եթե հիշեք, այն նոր զովքի դիմացած շենք էին սարքում, ես անընդհատ ցույց էի տալի։ Սկսեցին, կառուցեցին մի քիչ, հետո շինարարությունը կանգնացրեցին, հետո նորից սկսեցին։ Այս փոլիսն է, այս շենքն է։ Նայեք, արդեն սարքել են լրիվ, տուֆապատել են։ Բայց ընդ որում ինձ ասեցին Արմեն, որ սա սեփական շենք է, ուղղակի։ Աբա ինչ պետք է լինի։ Անձնում է տարբեր բաներին։ Հա, այդ պարզ է, այդ կարեր չասեիր։ Ոչ իս մեծության։ Անայդան ոչ մի կերպ չի կարում սովորի, որ էլ սովետ չկա, ով ինչ չափսի սեփականություն ուզի, կարա ունենա, ումն այս շենքը չգիտենք, պարզ է արդեն բանկի օրինակի վրա, որ բոլորը վարձով է տվել, ստեղ էլ են ինչ-որ ռեմոնտային աշխատանքներ անում, ես էլ նոր զովքը։ Դե լավ, գնանք բանկ, հլստեղ հետ կգանք։ Կգանք, հա, իհարկե։ Ստեղ հեսա նայեք էլի կա Միրգ բանջարեղենի համար, այս շուկաների համար եմ ուզում ցույց տամ, որ չզարմանաք, որ շուկայում մարդ չկա հիմա։ Դատարկ են շուկաներ, դե ավանում ընդհանրապես շուկա չկար։ Բացի ամեն ինչից։ Իմ սարքից։ Հա։ Ոնց էր Հայրապետյան։ Այո, որը ժողովուրդը կոչում է նեմից ոգով։ Հա, տենց են կոչում։ Ես Արարատ բանկը մտնենք, ես մեր պենսիայի քարտի համար է, տարի մեկ պետք է գաս, որ համոզվեն, որ ոչ քաղաքից ես բացակայում, ոչ էլ կյանքից։ Բանկում էլի հերթ, հետի ժամ կորցրեցինք, հասարակվանի համար, ինձ թվում է անկազմակերպ են շատ աշխատում։ Մի փոքր բանի համար մի վագոն թուղթ են։ Տպում, ստորագրում ես, տպում են, ստորագրում ես։ Հետո տանում են կառավարիչն է ստորագրում։ Կարող է ճիշտ են անում։ Բանկատերերը փաստորեն ուզած նոր բանկեր են բացում։ Որ աշխատատեղեր է բացվում, ինձ որ ես էլ զովքը, Անահիտը մտավ, հեսա դույքա, գնանք մի հատ են այգին է նայենք, Բաբաջանյանի արձանով ու գնանք, գնացինք։ Էլ երբ կգանք էստեղ աստված գիտի։ Արի ինչ փողոցից։ Կարոտել էի ես։ Հա? Հա։
Գոնե մի քիչ կարոտը տարար։ Շատ քիչ, դե շտապում ենք, չի կարող երկար զրուցեի։ Ահ, զրուցել ես, հալը։ Բա ոնց։ Ես ասենց այգի է, ընդեղ փողոցն է, ենք ընդեղ էինք նոր։ Ու մի հատ այգիով ստուգենք ինչ կա, ինչ չկա։ Այստեղ աշնանն էլ շատ սիրում, հիշում ես, մենք մի օր այստեղ անցկացրեցինք։ Սենց կամուրջը, բարձանանք։ Այս ինձ թվում է նոր են սարքել սա։ Կամուրջը կար, բայց կլոր էր էսպես էլի, իսկ սա նոր են սարքել։ Հա, այս պիրիվեքը։ Աստիճանները, պիրիվաները։ Հա, լավ են սարքել։ Զգուշ է, առնի։ Հա, այս բազալտը խափում է։ Միապավաղ է շատ գույնը։ Սիրուն այգի է։ Հա, սիրուն է։ Այսենց որ իջնենք Basic House-ը մոտ դուրս կգանք։ արձանն է տեղ միտեղ։ Իջնենք։ Իջնենք, ինչ լավն է խոտելը նայ։ Նա, այստեղ միշտ տեսել է եղել, շատ լավն է այս այգին եղել։ Այսենց Հրաշք տեղ է, չէ։ հա, սիրուն է։ Դրախտային։ Անգլիական տեսարաններում։ Տեսել են բույսն է, որ չիմացանք անունը։ Վայ, գրել էին, բա։ Մերոն գրել էին, էլի մոռացա խոսքը։ Ախր գիտեի ես այդ խոսքը, բայց ամոթակ մոռանում եմ։ Դեռ ինչ-որ բասեին է, սրճարան են աշկից խփել։ Խփել։ Ստեղ էլ սենց է, էլի դեպի փողոց եմ ցույց Այ հիմա տալիս։ ես քեզ ասեմ, Արմեն, այստեղ էր այդ կամուրջը առաջ։ Այն որ դու ես նկարվել եմ, այնտեղ իրանք նոր են արել այդ կամուրջը։ Այն կամարներով է։ Ահագին են հին կամուրջի նման է սարքած։ Նման է, բայց նոր սարքած է դա։ Ստեղից մի քիչ լավ չի երևում, բայց Բիրյոզան ոնց էր հայերեն։ Ոյ, Չես հիշում։ չեմ հիշում։ Այս չինարը սենց պտուղներ ունի, հա, պաշտորում։ Այս է սենց Սևանի տեսքով է սարքած, նայ։ Հա։ Այն թերակղզին է։ Թերակղզին, ահա։ Այն էլ Բաբաջանյանն է նստած։ Ու ընդեղ Բաբաջանյան ուղոտ է, հա, երևի։ Սա կարծում եմ սրճարանից բացի ուրիշ բան չի կարող առնի։ Կաղա գրադարան են սարքյան այդ։ Սենց, ես էլ այդ Basic House-ն է, հա։ ցենտր էր գրած։ Basic կենտրոն։ Ես էլ մեր Սևանը, մեջն է սենց մի հատ ծաղիկ են արել։ Բետոնի մոզաիկայով։ Մի հատ էլ Բաբաջանյանին նայենք։ Հանդակագործը Համլետ Մատինյանն է։ Սիսակյանն էլ ճարտարապետն է։ Բաբաջանյանը ստեղ է նստած։ Անահիտը ընդեղ է նստած։ Ես եմ մենակ արևի տակ։ Հա, չնայած Բաբաջանյանն էլ է արևի տակ։ Ստեղից հələ ոչինչ, բայց մի քիչ հեռվից ինչ-որ անհամաչափ է մի տեսակ։ Հեսա հեռվից էլ ցույց կտամ, ստեղ տենանք ինչ է գրած։ Մարշալ Համազասպ Բաբաջանյան։ Համազասպ Բաբաջանյան 906-ից 977 թիվ Խորհրդային միության զրահատանկային զորքերի մարշալ։
Այս ռուսերենում գրած է գլավնի մարշալ։ Քանդակագործ Մատինյան, ճարտարապետը սխալ եմ ասել, Իսակյան։ Ես Իսակյան ասի։ Այստեղից նայեք ինչ որ ներքևի մասը այնպես փոքր է, չէ՞, տեսեք։ Անայդ ուզում եմ բույսի անունը գտնի կոմենտներում։ Այսօր սենց դուրս եմ գալիս Բաբաջանյան Պողոտայա, թե Պողոցա, չգիտեմ հստակ։ Այն Խաչմերուկից մենք մտանք մեքենայով։ Լավ հովտեր է, դուրեկան։ Ջուրը բոլ-բոլ։ Այսենց տարածքներ են։ Ես որ սենց Պարիս պահարած, ես ինչ էր, ձեր դպրոցիններ։ Ես դպրոցին էր պատկանում, հա։ Վախե այսօր ենգավ։ Ես ինչ գիտեմ։ Ինչ էր, սպորտ հրապարակ էր։ Չգիտեմ սպորտ հրապարակ, բայց այդ բաների վաղտ, այդ землетрясение, якобы, пожары, բան, այստեղ երեխաները հավաքվում են։ Հա, գրաժդանսկի ապարոներ, հա։ Գրաժդանսկի ապարոներ։ Դա ձեր դպրոցը։ Ժամանակին Փարսադանյանի ժամանակով շատ հարազատ տեղ։ Հետո կամաց դարավ։ Հա, էլի։ Բայց Ինչ չխոսենք։ Շինարարություններ են ստեղ ձեռնարկել։ Դե կարծում եմ այս շարքը կշարունակել։ Հա, ինձ էլ է թվում, որ առանձնատների սարքելու։ Որտեղ վատ տեղ չի։ Պրինցիպի իհարկե այս խողովակները անպատաշ ֆունդամենտը դնում են։ Հա, մի րոպե, այս պաշտպանության նախարարությունն է։ Մեծ կառույցը, մեծ, ամբողջ միություն։ Ես էլ հա, ստեղ ինչ-որ հիմք են դնում։ Հիմքը դրել են արդեն։ Հա, բայց սա մեծ բան չի, ինչ-որ այսպես առանձնատուն է ալնելու ուղղակի։ Այն առանձնատունը հիշում ես, ինչ Սիրունայգի ուներ, երևի նման մի բան էլ այստեղ կդնեն, կսարքեն, կկառուցեն։ Ինչքան կառուցեն, այնքան կկանանչի քաղաքը։ Կառուցեն։ Դնեմ։ Ինչ է դնես։ Որ ասես կաֆե են դնում։ Հա։ Սկսում են մեխանիկորեն ես եմ կրկնեմ քույրերից։ Ինձանից խոսքեր եմ Ոչ գրական խոսքերը, այո։ Ստաբարապաշար ես մեծ չի, բայց աշխատում են գրագետ խոսեն։ Հետաքրքիր է, մարդ որ խոսք է հնարում, այդ ավտոմատ կոչվում է ոչ գրագետ։ Այդ ճիշտ է իհարկե, էլի հնարած է ոչ գրագետը։ Բայց դե վաղտի երևի ամեն մեկը հնարել է, չէ՞, ինտենսիվ խոսքեր։ Բարարան են ստեղծել։ Հետո որ լեզու է ստացվել։ Լրացրել են բարարանը։ Դե որ չհնարեն ժողովուրդը չհնարի լեզու ոնց է առնելու։ Ասենց։ Միգուցե մի քանի տարի հետո տարիներ անց քո խոսքերներ կդառնան գրագետ։ Դժվար չէ։ Սենց Բաբաջանյան փողոց 4:12 րոպե։ Մենք կողմել որ գնաք, այո մենք գնաց։ Նոր զով կտլնի, իսկ դեպի աչել որ շատ գնաք երեզմանները։ Դե գնացինք, ստեղ պարզ է ամեն ինչ։ Այս փողոցը Տաշկենտ է ոնց որ Տաշկենտի փողոց։ Հետաքրքիր է որ ոչ մեկը չգիտի ում հարցնում ես։ Այս մի անգամ էլ է պրոբլեմ եղել այս փողոցի հետ։
Մի խոսքով ասեցին կամ Տաշկենտա, կամ Դուշանբեը։ Կամ Դուշանբեն են կողմն է։ Մի խոսքով սենց անորոշ վիճակ փողոցի անվան վերաբերել։ Հավանար ինչ։ Այսենց պատա։ Ու ընդեղ էլ խոստանում են ավելի բարեկարգ Երևան։ Ու սենց սովետական շենքեր են ստեղ արդեն։ Անահիտ Լեմբուսյանը չի գտել։ Google-ի հետ բանակցությունների մեջ է։ Մաժիվելնիկ կարպետ։ Դիզայներները գրածը շատ հավանում են։ Գնացինք Բաբաջանյան և այլն։ Ոնց որ միշտ ելնում, հա։ Հասարակ բանվորներն են տուժում իհարկե։ Տեսքեչ մարդիկ հələ տեսեք ինչ քանակի աղբ են հանում։ Ես իրանց մոտ կոչվում եմ մի հատ բակ դատարկել։ Այսքան տանջանք։ Սաղ կողքերը կեղտ է, մի շաբաթ մոտ կեղտ է, ինչ կտում։ 8 օրվա կեղտ, խնդրեմ։ Եկանք մեր հայաց, սաղ Լվովյանը եսնում վիճակն է, դինայես երկու խեղջ բանվորները այդքան Հատի տանջվեն։ Ինոն էլ հարցնում են, ինչի է ջուր թափում մեքենայտակից, էդ գիտես չի ինչ է, աղբն է։ Աղբի ջուրն է, այո։ Մի խոսքով սենց, Անահիտը որ զանգեց, ասեցին հեսա նոր ընտրությունները կլնի, նորմալ անա, հա, դու են անգամ ասեցի, որ ինչ կապ ունի չգիտեմ։